Պարոն Փաշինյան, ինչպես գիտեք, 10 եպիսկոպոսները 3 հայտարարությամբ են հանդես եկել այսօր 17:00 մայրաթորում հավաքվելու վերաբերյալ, զուգահեռ մայրաթորում հավաքվելու են այն անձինք, ովքեր հայտարարել են, որ պաշտպանելու են հայ առաքելական եկեղեցին եւ կաթողիկոսին, այն ոտնձգություններից, որոնք տեղի են ունենում քաղաքական իշխանության եւ նրանց միացած իրենց բնորոշմամբ տիրադարձ եպիսկոպոսների կողմից, չկա նախ մտավախություն, որ կարող են լինել բախումներ, որպես իշխանության ղեկավար դուք ինչ ասելիք ունեք այս առումով եւ արդյոք այդ եպիսկոպոսները ձեր հետ հանդիպման ժամանակ նրանց ուղղորդել եք կազմակերպել այս հավաքը, որովհետեւ սա գրեթե նույնն է, ինչի մասին դուք եք խոսել Էջմիածնում հոգեվոր հավաք կազմակերպելու վերաբերյալ։ Շնորհակալություն։ Նախ բախումների որևէ հնարավորություն բացառում է, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։ Երկրորդը հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել կտրիչ Ներսիսյանից եւ մայրաթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Ես արդեն իմ դիրքորոշումը ասել եմ, որ կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են եւ եղծում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։ Հաջորդը 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Ես այս պահին նման անհրաժեշտություն եւ որոշում չեմ տեսնում եւ ուզում եմ ասել նաեւ մի բանի վրա հրավիրել ձեր ուշադրությունը։ 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն Էջմիածնի վանական համալիրը իրենցն է եւ իրենք էլ Էջմիածնի վանական համալիրին են։ Եվ հետեւաբար նրանց կողմից հնչեցված հրավերը հավաքվելու մայրաթոռում բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա ըստ էության իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է եւ իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին եւ նրանք նաեւ թեմակալ առաջնորդներ են, իրենց թեմի հավատացյալներին, թեմերի հավատացյալներին հրավիրել։ Միջայլոց խոսքը գնում է խոսքը արիացյան թեմի առաջնորդի մասին է, արմավիրի թեմի առաջնորդի մասին է, արիացյան մասիացոտն թեմի առաջնորդի մասին է, այսինքն իրենք ըստ էության գործում են իրենց թեմում։ Եվ այսպիսով նրանց գործողությունները լեգիտիմ են։ Հաջորդը նաև շատ է հնչում, ես տեսա, որ նաև որոշակի հարցադրումներ են արվում, ինչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն եւ միայն բացառապես օրակարգը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը եւ մի հարցում եւ ելի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգը անհնար է իրականացնել առանց կտրիչ Ներսիսյանի հեռացման մայրաթոռից։ Հաջորդը ուզում եմ ասել նաև, ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, մենք արդեն բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել, կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։ Օրինակ Տեր Արամ Ասատրյանը շարունակում է Հայաստանի Հանրապետության համար լինել Տեր Արամ Ասատրյան։ Եվ
Կտրիչ Ներսիսյանի որոշումը նրան կարգալույծ անելու մասին մենք չենք ընդունել եւ մենք շարունակում ենք Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադեին, Տեր Տարոնին համարել գործող հոգեվորական։ Եվ ելի ուզում եմ կրկին ելի եմ ասում, որովհետեւ այստեղ մենք պետք է հարցին ճիշտ մոտենանք։ Ինչ է տեղի ունենում եւ ինչի շուրջ է, որովհետեւ ամենատարբեր վարկածներ են առաջ քաշում օրակարգի։ Իսկ ո՞րն է այդ օրակարգը։ Արդյոք ես ինձ կամ մյուսներին սուրբ եմ համարում այս օրակարգի մեջ։ Ոչ բնականաբար, որովհետև ինչչալոց եթե այդպես համարենք, մենք սրբապղծություն կգործեինք, որովհետև ցանկացած քահանա պատարագի կարգը սկսելուց առաջ նա իր մեղքերի խոստովանություն է անում եւ իր մեղքերի համար թողություն է խնդրում։ Այստեղ խնդիրն է նա, որ մենք բոլորս ես էլ 10 եպիսկոպոսներն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք, այդ թվում Հայաստանյան Ծառայքելական Սուրբ եկեղեցու ճգնաժամի համար եւ պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար։ Եվ այն, որ այսօրվա իրադարձությունը ինչի մասին է։ Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանյան Ծառայքելական Սուրբ եկեղեցում ճգնաժամ է, այլևս որևէ մեկը դա չի կարող շղթել, եւ այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի։ Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիչ Ներսիսյանը հեռացված չէ Մայրաթորից։ Այսօր կհեռացվի Մայրաթորից։ Ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, վաղ կհեռա։ Բոլոր դեպքերում առաջի քայլը դա է։ Եվ սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է մեր եւ 10 եպիսկոպոսների։ Եվ ես ասում եմ, ես նրանց չեմ ուղղորդում եւ չեմ ուղղորդել։ Պատկերացնում եք եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, ես ով եմ, որ իրենց ուղղորդել։ Բայց ես նրանց աջակցում եմ։ Եվ նրանց հետ կիսում եմ ոչ միայն նրանց հետ, հանրության հետ, հրապարակային ես կիսել եմ գաղափարներ եւ ուզում եմ նաեւ 10 եպիսկոպոսներին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար, որովհետեւ հեշտ չի անել այն, ինչ որ իրենք անում են։ Գուցե ինձ համար շատ ավելի հեշտ է այդ թեմաներով հանդես գալ, բայց իրենց համար տասնապատիկ ավելի դժվար է եւ դա պետքա գնահատանքի արժանանա եւ ես աջակցում եմ եւ կաջակցեմ բոլոր հնարավոր օրինական եւ քրիստոնեական հավատքի, դավանանքի վրա հիմնված բոլոր միջոցներով